Ես Գառնանային ու հաճելի տեսարանով սիրելիներս ձեզ ասում եմ բարի լույս իմ հայ ժողովուրդ, բարի լույս իմ հայեր, աշխարհով սփռված, սիրում եմ ձեզ, գրկում բոլորիդ և ասում, որ շնորհակալ եմ ձեզնից, որ դուք կաք միշտ իմ կողքին։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, մեր հայկական համով հոտով կանաչին եմ կտրտում, համ կտրտեմ, համ էլ զրուցենք, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, բայց այս պահին խոհանոցումս վերանորոգողական աշխատանքներ են ընթանում, դրա համար մի օր դրսից, մի օր հյուրասենյակից, մի օր մի ուրիշ խոհանոցից, բայց համենայն դեպս փորձում եմ ձեզ հետ կիսել իմ առօրյան և ցույց տալ իմ պատրաստած ուտելիքները, այնպես չի, որ գիտեմ, բոլորս էլ շնորհալիներ ենք, հայուհիներս նամանավանդ ու սիրում ենք տեղը տեղին ընտիր համով հոտով պատրաստել։ Օրերն արդեն սկսեցին ջերմացնել մեզ և սիրելի հետևորդներ ջան, արդեն մի տեսակ ալարում ես, չէ, գազօջախի մոտ կանգնես, կամ էլ ովքեր իմ նման խոհանոց չունեն, ինձ թվում է ինձ լավ կհասկանան, որովհետև ուրիշ բանա քո խոհանոցում թթվասերն են բացում, հավեսով գործ անես, ուրիշ բանա գտնես այնպիսի կոմֆորտ զոնա, որ կարողանաս գործը տանել։ Ինչևէ, փառք Աստծո, չենք դժգոհում ու առաջ ենք շարժվում։ Այսօր ուզում եմ առանց ջեռոցի, առանց որևիցե ոչ մի բանի, մի համով նախուտեստ պատրաստեմ, ինչ ձեռքիս տակում եմ, նրանով էլ պատրաստեմ, քանի որ սկսել եմ առողջ ապրելակերպին փոքրի շատ է հետևելը, ուզում եմ հնարավորինս ամեն ինչը մի քիչ առողջ ապրելակերպի մոտիվներով լինի, հա, սիրելիներ ջան, այստեղ արդեն գիտեմ ասելու եք Անահիտ ջան, ինչ ես անում, եկեք շարունակությունը իրար հետ անենք, ընդամենը մի գթար թթվասեր, ինձ մոտ լավաշը բավականին մեծ էր, սիրելիներ ջան, դրա համար կիսեցի, կեսին թթվասեր արեցի, այնուհետև մյուս շերտը վրա բերեցի և այսպես նորից իրան թթվասերը պատում եմ, որից հետո կանաչի եմ անում, որովհետև ասեք, որ մեր հայկական համով հոտով կանաչին միշտ էլ տարբերվում է ու ես սիրում եմ շատ իմ ճաշացանկում կանաչեղեն օգտագործեմ, սիրելիներ ջան, կանաչին ցանել եմ, ձու եմ քերում, այսպես հավեսով, սիրուն, շերտով, քերիչի խոշոր անցքերով, այսպես խաշած ձու եմ քերում, տնական, դեղին, հաճելի, եթե սիրում եք տնական ձու, համ էլ ոնց կարելի է, չէ, չսիրել տնական ձուն, այսպես, երեքը շատ էր ու քիչ չէր, սիրելիներ ջան, ձուն քերեցի, մնաց մեր համով հոտով պանիրը,
կտորը մեծ է, երևի կիսեմ, ու այսպես պանիր եմ քերում, այսպես հաճելի, ու նույնը կարանք բրդուճի տեսքով պատրաստենք, սիրելիներ ջան, բայց ես նախ ընտրեցի, այսպես ասած, ռուլետի տեսքով, որ համեղ լինի, լավ լինի, ու կոկիկ լինի, տեսնում եք ինչ յուղոտ պանիր է, մեր գործանի պանիրն է, սա երբևիցե գովազ չի, Երևանում բնակվողները կարող են գնել Կալինինոյի պանիր, կարակ, միշտ ասում եմ, հուսամ մի օր ընկերությունը ինձ կնկատի, նորից եմ, այսպես ձեռքերով տարածեմ, այնուհետև նորից կանաչ ենք անում, սիրելիներս, այսպես, վերջ, ու փաթաթում եմ, սիրելիներ ջան, ասում եք թռչունների ձայնը, դա էլ մի ուրիշ հաճույք է, չէ, ասեք, որ կա նման բան, հիմա կարող ենք, այսպես ասած, դնել սառնարան, սառի, այս կողմ, այն կողմ, ես քանի որ շտապում եմ, այսօր որոշել եմ, մեր նախաճաշը լինի հենց սա, եկեք անմիջապես էլ կտրենք, մի հատ էլ նորից լավ սեղմենք ամեն դեպքում և կտրենք, տեսք ախորժելի, համեղների շարքից, եթե անկեղծ, իսկ ես սիրում եմ անկեղծությունը և գնահատում, մոտեցնեմ ու սկսենք կտրտել այսպիսի համեղ նախաճաշ, որ պատրաստվում ենք անել մայր ու որդի, խնդրեմ, դա ինձ սիրելիներս, հեշտ, համեղ, հարմար, կարևորը ախորժելի և օգտակար, խնդրեմ, համը փորձենք, ընտիր, դա ինձ սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ համեղ տեսանյութում։